Տելուղիղ եթերում իմ յունը դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ոնց որ առաջին նախագահը կասեր, ազգակործան պատուհասը ակտիվացել է, հունից դուրս է եկել ինչու նկատել եք Տիկին Դիլբարյան, ինչ որ ասուլիսներից առաջ, ինչ որ եթերներից առաջ իրեն ներշնչել են, որ հունից դուրս կգաս հանգիստ, այդ ինչ որ մի պահ գնում է, մոռանում է դրա մասին ու այսպես սկսում է եւ հատկապես չի կարողանում իրեն զսպել, երբ որ ժողովրդի մեջ է դուրս գալիս։ Ինքը իրեն համարում էր ամենաժողովրդականը, չգիտեմ ինչ, բայց եթե հանկարծ սիրելին մի հատ հարց է բարձրանում, ասեն կոնկրետ, ասում են դե սուտ ես խոսում, ասում է այս ասֆալտը տեսնում եք նորմալ է, իմ արած, ասում են բայց սուտ ես խոսում, նախկինների անհատ ասֆալտ է։ Իսկ այն մյուսը որ ցույց են տալի, ասում են կներեք, բայց 17 թվականի է։ Կամ այն մյուսը քարուքան տեղած բանը ասում են այսպես ասում ոնց ուտող ուրացող եք չեք ուզում գնահատել ու դες մի անգամից հունից դուրս է գալիս հիմա փաստորեն տեսեք շատ անհանգիստ է ակնհայտ է քիչ առաջ այդպես ասուլիս է ունեցել խոսել է եւ հիմնական բանը այսպես երկու ուղղությամբ է մեր ձևովից հատկապես Սամվել Կարապետյանի եւ նաեւ երկրորդ նախագահի հետ կապված հիմա մեջբերումներ անեմ եւ առանց այսպես մեկնաբանելով արանգացնենք մեր բուն թեմաներին Փաշինյանը Սամվել Կարապետյանին թույլիկ բիզնեսմեն անվանեց երկրկին մեղադրեց կոռուպցիայի մեջ ուրեմն աշխարհի ամենահարուստ հայն է միլիարդերների ցուցակում եղած, ուրեմն ավելի մեծ բարերար հայ ժողովուրդը չի ունեցել, հայ ժողովուրդը ունեցել է քրքրքան, որը 300-350 հազար միլիոնի, 350 միլիոնի ներդրում է արել, 350 միլիոն, 350 միլիոն, այո, ներդրում է արել Հայաստանում, բարեգործություն է արել։ Համարային համարյա կես միլիարդին մոտ, հա, բայց շատ ավելի կոնկրետ 1 միլիարդի ներդրում եւ բարեգործություն է արել Սամվել Կարապետյանը, շարունակում է մնալ որսի ամենահարուստ մարդը եւ ոչ թե այն հարուստ հայերից է, որ կտրված Հայաստանից եւ մենք ինչ որ այդ որսի ցուցակը նայելով կարող է իմանանք, որ այսպիսի հայ կա, ունի, ասենք, տիրապետում է, շատ ոչ տեսնում եք, գլուխը աչ ենք թեքնում, դա է, ձախ, սա է, այսպես եւ ինքը անգամ այսպիսի մեծ բարերարին, որ այսքան ներդրում է արել եւ միշտ կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին, միշտ այս նորանկախ Հարապետյան ամենան է եղել, կանգնած է եղել, ասում է թույլիկ, ինչի մասին է խոսում, ասիկա դու ինքը կալանավորել է, ինքը ձերբակալել է, ինքը շարունակում է փակված պահել, ու սենց բանը մարդու սենց ձերքերը, ոտքերը բերանը փակերա գցել է ու խոսում է, դե եթե տենց բան ես, մի փոքր անգամ խիզախում ունես, բաց թող ազատ, ասա պայքարը այսպես է եւ շարունակի ինչ որ բան ասել։ Սրա հետ կապված եթե բան ունեք ավելացնելու, ես իր ասածները հերթով ասեմ, մեկնաբանենք ու անցնենք հարցերին։ Ես սկսեմ մի ընդհանրական նախադասությունից, որ աշխարհում հայտնի է ամենամեծ ստերը ասվում են ընտրությունների եւ պատերազմի ժամանակ։ Քանի որ Հայաստանը արդեն մտել է շատ սահուն, ինչպես տեսնում եք, եւ ուրախ ավտոբուսով եւ տարբեր այսպես քաղաքական եւ ոչ քաղաքական ներկայացումներով դեպի ընտրություն, մենք հատկապես տեսնում ենք այդպիսի, ինչպես ասեմ, մեղմ ասած առասպելների եւ իրականում թաքուն վախերի ակներև դրսեւորում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրանում է, ինձ թվում է մտահոգում է անգամ քաղաքացիական պայմանագրին, հատկապես այնտեղ գտնվող այսպես առանցքային մարդկանց, որոնք իրենց գաղափարաբանությունը առաջ տանելու մեծ հանձնառություն ունեն, եւ որ նախընտրական արշավը դուրս է գալիս իրենց նաեւ կանխատեսելիության սահմաններից, դա ակներև է։ Ինչպես նշեցիք, Նիկոլ Փաշինյանի այդ ուրախությունը, չէ, վարչաբեն ստեղծելու, չգիտեմ, երգերի եւ այլնի, հոդս է ցնդում հենց այն պահին, երբ ինքը ուրախ ավտոբուսից իջնում է։ Ավտոբուսում, այսինքն քաղաքացիական պայմանագրի ավտոբուսում, ինքը ուրախ է, հավասարակշռված է, հանգիստ է, կատակում է, ամեն ինչ անում է, բայց դա ուրիշ աշխարհ է, դա այն աշխարհ է, որտեղ ինքը յուրային է, ինքը իսկապես առաջնորդ է, ինքը փրկիչ է։ Երբ դու իջնում եւ արդեն շփվում ես շարքային հայ ընտրողի հետ, որը ինչ որ սպասումներ ունի եւ գնահատականներ ունի,
դու իրականում բախվում ես ոչ թե երկրի հակառակ կողմի, այլ երկրի իրական կողմի հետ։ Այսինքն հիմա սկսվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը երկրի Հայաստանի իրական կողմի հետ։ Եվ փաստը մնում է այն, անգամ առանց որևէ այսպես գնահատականի, որ ինքը նյարդայնանում է իրական Հայաստանի հետ հանդիպումից։ Եվ սկսում է զայրանալ, որ անգամ շատ տարօրինակ արտահայտություններով, չէ, եթե կոնտենտ վերլուծություն անենք, արժե ընտրողին ասել, որ մեր էշխելքը ասեք, որ չգիտեմ ձեզ համար եկել ենք այստեղ ինչ որ արժեր գնալ ընտրողին ասել, որ ես Դուբայում տուն ունեմ, ինչ որ Փարիզում, չգիտեմ, սեփական Կանադաներում, Դուբայներում թվարկել ինչ որ ունեցվածք, որը չկա, ու զայրացած ասել, թե գնացեք խոսեք դրա մասին։ Դա լրիվ հակասում է նախընտրական տրամաբանությանը։ Գուցե այդ մարդիկ անգամ չէին էլ մտածում, չգիտեմ, Դուբայներում կամ Կանադաներում իր ունեցած տան մասին, ով ասաց, որ ինչու է դա ասում, այսինքն ինքը ինչ ունի։ Ինքն է սկսում անհանգստանալ, աղաղակի, դա եմ ասում։ Իրական Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը շատ վերածվում է, այո, շատ տհաճ տեսարանի մեծաշատ ցնցակատվածի է։ Հա, իր համար վերածվում է ցնցակատվածի, որովհետև ինքը տեսնում է, չնայած նա պետք է իրականում պատրաստ լիներ, որ ժողովուրդը իրեն քննադատելու է, ասելու է ինչ որ բաներ, որ հաճո չեն։ Ի վերջո այս հանդիպումները, որ դու գնաս համոզես, չէ՞։ Ու խնդիրը այն չէ, որ վերցնես լուրջը։ Բայց ավանակի տեղ վերջնական չի կարելի դնել Տիկին Դիլբարյան։ Հիմա նորից 4 քանի 3.5 միլիարդ, 4.5 միլիարդ նախապատրաստել են, հիմա նորից տալիս է պարգևավճար իր թիմին։ Պատկերացնում եք, ու գնացել է թոշակառուին այսպես ասում, ստացել են 2000 դրամը, ստացել 10000 դրամը։ Ստացան։ Չէ, այսինքն համարում է մեծ Ինչի է այդպես Տիկին Դիլբարյանը համարում է մի հատ մեծ բան արել, ոնց սովի մատնված թոշակառուին դու գնում ասում ես ու այնտեղ էլ ասում բա լավ է անում, բա պիտի 10 միլիոն ստանա պարգևավճար, 20 միլիոն պիտի ստանա։ Նրա թիմի թիվ երկրորդ անձին, չէ՞ ըստ ձայների այդ նախարարներ էկոնոմիկայի Գևորգ Բապոյանը հայտարարում էր բարձր պարգևավճարը երաշխիք է այն բանի, որ մենք կավելացնենք կենսաթոշակը։ Այսինքն ինքը գտնում է, որ նախարարը պետք է մինչև 7 միլիոն, չէ՞, 7 միլիոն, 10 միլիոն, այո, 14 միլիոն գումարած, 14 միլիոն կարծես վարչապետն էր ստացել, այդքան գումար ստանա, որպեսզի կարողանա ավելացնել կենսաթոշակը։ Այսինքն կենսաթոշակը որն է 10000-ով, որ իրական 10000 չէ, գիտեք այսօրվա 10000-ը եւ անցած ամսվա 10000-ը առնվազն 30% ընկնում է։ Եվ դա չի տարածվում բոլորի վրա իդե։ Այդ ողորմելի գումարները, որ ինքը այո, այդքան ցածր։ Ըստ այդմ ենթադրենք ինդեքսավորում 36000 ստացողները կարող են ստանալ, այսինքն 46000-ով, եթե եւ բացի դրանից չի կարելի չէ մոռանալ վարչապետը եւ նախարարները ինչի համար են աշխատում, որպեսզի բարելավեն իրենց ղեկավարած պետության քաղաքացիների սոցիալական իրավիճակը, գոնե նվազագույն սպառողական զամբյուղի հասցնեն։ Այսինքն դա սխրանք չէ, չէ՞։ Եթե նախարարը աշխատում է, ինքը երթվել է, դա իր ուղղակի պարտականությունն է, ավելացնել տնտեսական աճը, կատարել իր սեփական խոստումների գոնե, չգիտեմ, 30% իրենց ծրագրում, բայց դա այնպես է հրամցվում, որ մեծ սխրանք է, իրենք ստացել են, ենթադրենք 7 միլիոն եւ ավելացրել են 10000-ով, այն էլ գիտեք այն սոսկալի աղմուկից հետո, որը բարձրացավ այն վիրավորանքի եւ ատելության ալիքից հետո, երբ շարքային հայ ընտրողը մտածեց, որ իրեն ծաղրում են։ Բայց տարօրինակն այն է, որ թիմում դա շարունակվում է։ Գևորգ Բապոյանը գտնում էր, որ դա ճիշտ է։ Նախարարը պետք է ստանա վիթխարի պարգևավճարներ, որ աշխատի, բայց չկա այդպիսի բան։ Իսկ դուք հետևել եք օրինակ Իսրայել պետության մեջ, որ այսօր այսպիսի այո, դրանց մասին խոսենք, գրանցում է մենիշխանական հաղթանակներ, այնտեղ մարդիկ չեն ստանում այդպիսի պարգևավճարներ։ Ես հատուկ բացառեցի, ոչ մի երկրում այսպիսի բան չկա, որ սովի մատնված թոշակառուն է, երկիր, որը պատերազմական իրավիճակում է կամ չգիտեմ ինչ է, ոչ ոք չի ստանում։ Եթե դու ընտրել ես նախարար դառնալու ճանապարհ եւ իդեպ նախարարի աշխատավարձը բոլորովին էլ աղքատավարձ չէ,
շատ էլ արժանապատիվ 700,000, 800,000, 1 միլիոն, 1.5, այո, հասնում է բնական դու ինչու պետք է պարգևավճար ստանաս այդպիսի, որ լավ աշխատես, իսկ ում են պետք այդպիսի մարդիկ, որոնց կարելի է փողով դրդել լավ աշխատելու, բայց չէ որ նման մարդիկ կարող են գործիք դառնալ օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար, որոնք կարող է ավելի շատ փող տան, հա, այդ դեպքում իրենք սկսեն աշխատել։ Տիկին Դիլբարյան, գուցե նաև այդպիսի բաներ է տալիս, որպեսզի այն միլիոնների թալանը չերև, ասենք մենք էլ ասենք, վայ, մնացել են այդ 10 միլիոնի հույսին այս նախարարները։ Պարզ է, չէ՞, դա 15 միլիարդի պարտքը, եթե դրել եք երկրի վրա եւ ոչ մի տնտեսական աճ չի արձանագրվել եւ շատ պարզ բացատրվեց, չէ՞ որ դա միայն եղել է, եթե ինչ որ բան էլ արձանագրվել է, դա միայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, որ այստեղ ապրանքաշրջանառության մեջ մտել է, այո, ոչ մի տնտեսական զարգացում գոյություն չունի։ Ինչ որ գումար։ Երկրորդ հարցը, տեսեք, ասում եք գալու են դոն պիպոինը, կոկաինը, ինչ որ Միրանը, Նեմեստրոպոն, իմիջիայլոց մենք նախնական զրույցում խոսում ենք Տիկին Դիլբարյանի հետ։ Ինչ կա այդ 1 միլիարդի հետ կոկաինից։ Ինձ թվում է դրանք այսպես անվճար օգտագործում։ Ինչ արել Նիկոլը, վերցրել էր, պահեստավորել է, ուր է։ Դե ինքը իր թիմով, ընդ որում ես չեմ կարծում, որ թիմը դա այդպես ինքնագլուխ է անում եւ միայնակ, դա անցել է կամ անվճար սպառման, կամ անվճար իրացման։ Դուք գիտենք, բոլորս գիտենք, որ կոկաինը համարվում է թմրադեղի շուկայում, ամենաթանկ, այսպես մահաբեր գործիքներից մեկը եւ դա անհետանում է։ Ուրեմն հենց ինքը կխոսի ինչ որ այդ կոկաինից Միհրան չգիտեմ ինչի չարց։ Ուրա որտեղ եք թաքցրել։ Ուրա այդ ինչը կարե վաճառել եք, ոչնչացրել եք, ում եք ձերբակալել, ինչ պատասխան, օգտագործել եք, իրացրել եք, ուրա։ Դրա մի գրամը, ասում են գրամը եսի միշտ թվերա, կիլոն եսի միշտ թվերա, 1 միլիարդի Նիկոլ, ուրա դա որ դու դրա մասին այդպես խոսում ես։ Ներքին գործերի նախարարությունը, որը ղեկավարում է, ինչպես եւ մնացյալ բոլոր նախարարությունները, այս թիմի գործիչը նշում է, որ թմրադեղի սպառումը Հայաստանում, հատկապես երիտասարդության շրջանում մեծացել է։ Դա մնում է փաստ, անկախ ամեն ինչից։ Դա նշանակում է պետք չէ մեղադրել ուրիշներին այսպես թմրանյութերի վաճառքի մեջ, երբ ուղղակի կասկածներ կան, որ այդ թմրադեղերի վաճառքի հանդեպ վերահսկողությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Արգրավված թմրանյութերն էլ, չգիտես ինչու, անհետանում։ Եւ անհետացել է անգամ այն ծխուկը, չէ, որով փորձում էին մեղադրել Արշակ Սրբազանին։ Անգամ այդ ծխուկը անհետացել է։ Տիկին Դիլբարյան, հիշում եք, որ այս մարդը մեկը ասում է, իմ գրիչը տարել են, իմ ժամացույց ինչն էին տա, ադիկալոնս տարել են, երկիրը ծախել տվել, ադիկալոնս, գրիչս, աստվածին։ Այսինքն սրանք է որ ասում օծից վանքերով են, ինչ են, էդ են էլի, չէ՞։ Ասեղ մաշկով։ Իջևանում մի հրաշալի խոսք կա, ասում է ասեղ մաշկով։ Իսկ է։ Դե գիտեք, ասեղ մաշկ չունի, ինքն իրանք չեղած գործ էին սարքել Արշակ Սրբազանի վրա, մեջ է այդ որ եղել է, այդ տանելս փոխանցելս։ Բայց ծխուկն էլ ով է վերցրել։ Վերցրել է, արդյոք ծխել է, չէ՞։ Մենք ունենք օբյեկտիվ հիմնավոր կասկած, որ ինչ որ մեկը վերցրել եւ ծխել է այդ ծխուկը։ Այնպես որ ուր է այս 1 միլիարդի բանը, դրա մասին է եւ տեսեք ինչով են վախեցնում, որ բանը տեսեք դրսից եկել է Սամվել Կարապետյանը, նախ Սամվել Կարապետյանը 7 երկրում է բիզնես գործունեություն ծավալել։ Այո, միշտ էստեղ է եղել, միշտ եւ էստեղից ոչ մի գումար չի հանել, ասել եթե էստեղ ինչ որ մի բան կա այդ գումարը դնում ենք էստեղ, հիմա բանը ու մի հատ բան են մտածել, եկել են նախ Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը, որևէ մի պաշտոնյա հրապարակային չի հայտարարել, որ մենք տալիս ենք 15 միլիոն, որպեսզի ընդդիմությունը հաջողի եւ ընտրություններին մասնակցի։ Եվրոպան ինչ է հայտարարում։ Իրականում հիբրիդային պատերազմ Եվրոպան է անում այստեղ։ Դե Թուրքիան թաքուն իրենք բացահայտ, ասում են մենք տալիս ենք 15 միլիոն, ավելի հասկանալի է։ Դե հա, դրանք տակից է, բան էսպես։ Դիվանագիտը։ Ասում է, որ ընտրություններին օգնենք Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ով է հիբրիդային պատերազմ անում։ Եվրոպան չի անում հիբրիդային պատերազմ այստեղ հայ ժողովրդի դեմ։ Դեր իմ Աստված։ Եվ ընդ որում ես համոզված եմ, որ դա չէ իրական Եվրոպան։ Իրական Եվրոպան այն Եվրոպան է, որը չի պատրաստվում միջամտել ուրիշ պետությունների գործերին եւ թելադրել իրենց կամքը։ Այդ մարդիկ անգամ իրենց պետություններում չունեն համապատասխան վարկանիշ։
Իդեպ դիվանսը երբ որ գնաց Եվրոպա առաջին ելույթը դրա մասին էր, որ դուք միջամտում եք եւ ինչ եք անում, ինչով եք զբաղված, եւ բացարձակ ձեզ մոտ դեմոկրատիա գոյություն ունի, բայց ինքը շարունակում է խաբել եւ մոլորեսնել մեր ժողովրդին։ Նիկոլը, որ հիբրիդային ինչ որ բաներ են այստեղ անում եւ դրա տակ Աստված գիտե վախերից եկեղեցուն քաշեց դրա մեջ, չէ՞։ Հայրաքելիքին եկեղեցին ուտեսնում գործակալ։ Այո, գիտեք, ինքը գործակալ լինելով ամենաշատը ենթադրենք կողոպտիչն է գոռում, չէ՞, բռնեք կողոպտչին։ Հիմա ով ինչ որ բան ասում է, գոռում է բռնեք գործակալին, բայց արդյոք գործակալը նրանք չեն, ովքեր փորձում են միջամտել դեռ չսկսված իրավիճակին։ Եվ ընդ որում դա ես ասեմ շատ տարածված եւ եղկելի ապատեղեկատվություն է, թե ենթադրենք Սամվել Կարապետյանի թիմը մեր ձևով շարժումը ռուսական շարժում է։ Երբ շփվում ես կամ ծանոթանում ես իրենց մամուլին, տեսնում ես, որ Ռուսաստանը բոլորովին է Սամվել Կարապետյանի վրա ոչ մի խաղադրույք չի դրել։ Գիտեք, դա եւս հիբրիդային պատերազմի տաժ է։ Ընդհակառակը ես կարծում եմ այնտեղ շատ ուժեր նաև մտածում են, որ Սամվել Կարապետյան չափազանց հայամետ եւ հայակենտրոն գործի չէ։ Եվ աղա պահելու ազգային շահը, այո, ազգային շահը եւ ոչ թե Ռուսաստանի։ Ոչ թե թուրքերի, ոչ թե քո նման թուրքերի շահը։ Փորձում էին վարկաբեկել Ռուբեն Վարդանյանին։ Բոլոր ազգային մտածողություն ունեցող մարդկանց մեղադրում են, բառ են ստեղծել ռսաստրուկ։ Դուք թուրքական իսրայելաստրուկ եք, հա դա ինչ բան է։ Ես նկատել եմ վերջի շրջան հատկապես նրանց, ովքեր իրական ոչ մի կապ չունեն Կրեմլի հետ։ Ես գիտաժողով էր մասնակցեցի մեր գերիների արծի մասին էի խոսում, բարձրացրի այդ հարցը եւ այնտեղ տեսա, որ ոչ ոք Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին չէր համարում ռուսական շահերի այսպես առաջ մղող։ Ընդհակառակը բայց բոլորը Թուրքիայում եւ Եվրոպայում համարում են, որ դու ապազգային թուրքական շահ տանող տարեք եւ դրա համար ձեզ տալիս են հիբրիդային Եվրոպան հիբրիդային պատերազմ է մղում հայ ժողովրդի Նիկոլի ձեռքը բռնած, Նիկոլի թիմի ձեռքը բռնած հիբրիդային պատերազմ է մղում հայ ժողովրդի դեմ եւ Եվրոպան դրա համար փող է տալիս, որ դու մնաս իրականում էլ Եվրամիության ներկայիս ղեկավարությունն է, որը իմ համոզմամբ չի արտահայտում եվրոպական պետությունների քաղաքական իրական ազգային ուժերի կարծիքը, որովհետև այնտեղ էլ շատ լուրջ դիմադրություն կա, գիտեք, այդ ղեկավարության հանդեպ եվրոպական կառույցների։ Իրենց ներկայացրած քաղաքական ուժերը բոլորովին էլ այսպես վարկանշային ցուցակներում առաջին տեղում չեն գտնվում։ Այսինքն մեր իրականում հակառակորդը ոչ թե Եվրոպան է, այլ այն ուժերը, որոնք կարծես էլի վերցրել գրավել են եվրոպական կառույցները։ Հիմա ամբողջ աշխարհում շատ տարօրինակ գործընթաց է, գիտեք, ազգային շահերը ոտնահարվում են։ Տեսեք ինչ է տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իրենք ենթարկվել են Իսրայելին, հա, եւ ես ցավով էլի մեծ ցավով պիտի արձանագրեմ, որ հիմա գոյություն ունի Իսրայելի Միացյալ Նահանգներ, որը թելադրում եւ պայմանավորում է ամեն ինչ։ Մենք խոսում ենք բազմաբևեռ աշխարհի մասին, փորձում ենք, չէ, բազմաբևեռ աշխարհ կառուցել։ Ցեղասպանված ժողովուրդին չի դարձավ ցեղասպան հրյա ժողովուրդը։ Պարզվեց, որ իրենց մեջ այդ գիտեք, ես դապես չեմ սիրում ինչ որ հակա Գազայում 100,000 ասել, բայց փորձը պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Հիսուսը գալիս էր եւ ասում էր ես եմ արքան Իսրայելի, նրանք գնացին Հիսուսին խաչեցին եւ ընտրեցին Բարաբբային, Պոնտոս Պիղատոսը ամեն կերպ խնդրում էր, փորձում էր ազատել Հիսուս Քրիստոսին, բայց նրանք ընտրել տվեցին Բարաբբային, իսկ Հիսուսին խաչեցին։ Եվ դա սարսափելի է։ Այո, ցեղասպան, ես երեք նայում էի կադրեր, գիտեք, Իսրայելում այնտեղ էլ կան բազմաթիվ արժանապատիվ իրական հրյաներ, նրանք հակապատերազմական կարգախոսներով դուրս էին եկել։ Դուք միայն պետք է տեսնեիք այդ կադրերը, ինչպես Բենյամին Նեթանյահուի այսպես ղեկավարած կառավարության ոստիկանները մահակներով եւ խզակոթերով ծեծում էին այն հրյաներին, որոնք դուրս էին եկել պայքարելու ընդդեմ պատերազմի, այն պատերազմի, որը սպանում է իրանցի երեխաներին, արաբ երեխաներին, արաբ կանանց ու նաև պատճառ դառնում, որ իրենց զինվորները մեռնեն։ Նրանք գազանաբար ծեծում էին։ Բայց տեսակ առաջին թիրախ այդ դպրոցի աղջիկներին, ինչ աղջիկների դպրոցներ, որովհետև այդ աղջիկները մարդիկ, մայրեր պիտի դառնային, չէ՞։ Եվ ծնեին նոր իրանցի քաղաքացիներ, դա սարսափելի է։ Իրական հրյա ժողովուրդը, ես համոզված եմ, այս պատերազմի կողմնակիցը չէ։
Համենայն դեպս այս պատերազմը ողջում այս պատերազմը ների կողմից լոբիստական բաների կողմից ողջում է հիմա բան է տարածված ասում է հрьяաներին ասում է որ դուք անաստված բան եք անում ասում է հрьяաներին ասում են աստված էլ է հակասիոնից այսինքն չէ իրականում աստծու դեմ գնալ է ես չգիտեմ այսպես եւ բառից բունի մասով իրենք զբաղված են ինքնասպանությամբ հասկանանք որ այսօր Իսրայելի վարչախումբը դարձել է պատերազմի հրձիկ ցեղասպանությունների կազմակերպիչ եւ ցավալիորեն գիտեք դեմոկրատների հեռացումից հետո Թրամփը հայտնվել է նրանց այսպես Էփշտեյնի պատանդ լինելով երևի ես մտածում եմ որ ինչ որ շատ հզոր իրենք քանի որ Մոսադը իսկապես աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից ղեկավարում է այդ մարդուն Եվ Իրանը, որը երբեք վտանգ չի ներկայացրել, եւ տեսեք Ամերիկայում հեռացրին նաեւ Պաշտոնյայի, որը խոսում էր այն մասին, որ Իրանը երբեք չի ներկայացրել վտանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգները այն նախագահը, որը խաղաղություն էր բերելու, ուզում էր ստանալ Նոբելյան մրցանակ, հիմա պատերազմի մի սարսափելի մսաղաց է ստեղծել։ Ամեն օր ինչպես նրանք սպանում են ամեն օր Իրանի այսպես Եվ այդ հրեշին մենք բերեցինք Թրիպով Հայաստան, մի հատ նվիրեցինք այդ տարածքը, նվիրեցինք, չէ, այդ տարածքը նվիրեցինք, հայ ժողովրդին մոլորեցրեցին, թե տեսեք հեսա գալիս է Թրամփը ինչ խաղաղություն ա բերելու, բայց շատ կարճ ժամանակից ռումբերով եկավ հենց այդ նույն տարածը հրթիռներով մարդիկ Թրամփը Այսօր ես էլի մարդիկ էին այսպես շրջապատ էր մեր քաղաքացիների ասում էին բայց գուցե իսկապես այս իշխանությունը վերընտրվի չնայած տարօրինակ ձևերով է գործում, որովհետև Միացյալ Նահանգները կգա մեր տարածաշրջան եւ այդ թրիփի միջոցով մենք խաղաղություն կունենա։ Ընկերներ, թրիփ այլևս չկա եւ իդեպ հենց նույն քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ նշում են, որ Իրանի հետ պատերազմի այս պարագայում Եվ Բենյամին Նեթանյահուն երևի ասել է, որ այդ թրիփ բան կարևոր չէ, Թրամփը բացարձակ դրանով չի զբաղվում, բացարձակ։ Պարզվեց դա էլ բոլորը պետք է հասկանան, որ այսպիսի իրավիճակում գտնվող Ամերիկան չի կարող դառնալ երաշխավոր որևէ խաղաղության։ Պատերազմական բոցերը ամենտեղ այրում են ամեն ինչ, մոտեցել են ընդհուպ մեր սահմաններին եւ չի կարելի մարդկանց կեղծ խաղաղության եւ հենց այս իրավիճակում զինաթափվել, գիտեք, որովհետեւ Ադրբեջանը ասել է, որ մենք չպետք է, չգիտեմ, սպառազինություն ունենանք, մեր պաշտպանակությունը չպետք է բարձր լինի։ Այն պետությունը, որը խոսում էր Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության մասին եւ ինչ որ ուժերի մեղադրում էր, թե մեր անկախության դեմ են գործում, իրենք ասում են, որ անկախության հռչակագիրը կախվածության հռչակագիր է։ Ինչպես կարող է անկախության հռչակագիրը կախվածության հռչակագիր լինել։ Եվ գիտեք, ես մտածում էի Եվ ասեց, այսօր էլ ասել Տիկին Դիլբարյան, խնդրում եմ, մեկնաբանեք, որ անկախության հռչակագիրը դա մեզ համար անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։ Դա սարսափելի է։ Չի կարող անկախությունը լինել կոնֆլիկտի հռչակագիր։ Ստրկությունն է կոնֆլիկտ։ Նույն այդ հрьяաները եգիպտական գերության մեջ բախումների մեջ էին գտնվում, այսինքն կոնֆլիկտի, երբ ստրուկ էին, երբ դու ստրուկ ես, դու դառնում ես անընդհատ կոնֆլիկտի, այսինքն բախման զոհ, իսկ երբ դու անկախ ես, դու կառուցում ես քո իրական քաղաքականությունը։ Մեր այս ընտրությունները իրականում լինելու են Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության համար պայքար, որովհետեւ այո, ձևավորվում են կենտրոններ, որտեղ ազգային շահը դառնում է հիմնական։ Իրոք մեր ժողովուրդը ընտրություն է կատարելու նաև մեզանից այդ երազանք ունենալու համար։ Տեսեք, մեզանից խլում են երազելու իրավունքը։ Երազելու Արարատի բիբլիական այն հայոց լեռան մասին, որտեղ Նոյը իջել էր, որը Աստծո կողմից ընտրված լեռ է։ Ամբողջ աշխարհը վերջերս գտնվում էինք Մոսկվայում գիտաժողովի արևելագիտության ինստիտուտում եւ Եզրաս Սրբազանը պատմեց մի շատ հետաքրքիր դրվագ, ասած հրեական այդպես սինագոգերի այդ իրենց առաջնորդը Մոսկվայում կազմակերպել էր հանդիպում եւ այնտեղ ասում է շատ հզոր հոլոգրամներով, պատկերներով ստեղծել էին նկարներ, որ այ տեսեք Նոյը, որը հրյա էր, այսինքն ամբողջ աշխարհը հրյաներ են, ինքը իջել է շատ
շատ բարձր լեռան վրա եւ այդ լեռան անունը չէին տվել։ Եզրաս Սրբազանն ասաց, ես մոտեցա հրեից առաջնորդին եւ ամենայն հարգանոք ասացի, իսկ կարող եք ասել, ինչպես է այդ լեռան անունը, ինչու լեռան անունը չի հիշատակվում, ասում է այդ գլխավոր ռաբինը նայեց եւ ասաց, դե դա Արարատ լեռն է, ասում է հարցրի, իսկ որտեղ է Արարատ լեռը, ասում է մի պահ լռեց, հետո էլի ժպտալով ասաց, պատմական Հայաստանում էր, այժմ ներկայիս Թուրքիայում, եւ հետո ասել է, որ դա տեխնիկական վրիպակ է, որ չի հնչում Արարատի անունը, ասում է մի բարձր լեռան վրա։ Տեսեք, մեզ զրկում է, ես կարդում եմ, որ ինչ-որ Մասիսի պատկերն են ուզում հանել, Տիկին Դիլբարյան, իրենք ավելի սարսափելի բան են անում, Արարատը չպետք է լինի, ոչ միայն երազանքից են զրկում, իրենք իրական մեզ ռեալ մեր ոտքի տակի հողից են զրկել, մեր հայրենիքից են զրկել, կոնկրետ Արցախն են նվիրաբերել, Սյունիքն են տվել, ամեն ինչն են արել։ Դու չես կարող ունենալ հայրենիք։ Իրենք մի քանի ուղղությամբ են աշխատում, մի հատ այստեղից ոտքի տակից են տանում, մի հատ երազանքդ են կոտրում, ամեն ինչ։ Ոտքի տակից Արցախը տարել են եւ Փաշինյանը ամենտեղ ասում է, որ ես երազում եմ, որ դուք այստեղ մնաք, այստեղ ապրեք, Արցախ չկա, չի կարելի մարդուց խլել իր մեծ երազանքը եւ ազգային ուխտը։ Դու միշտ պետք է իմանաս, որ դու Աստծո ընտրած ժողովուրդներից մեկն ես, այն ժողովուրդը, որ Արարատ լեռան մերձակայքում եկել հաստատվել է, հայկյան այդ զարմը մարդուց խլել ասել, որ ցեղասպանություն չկա, միջազգային այդպես ցեղասպանագետները, պատմաբանները խենթացած են ներսում գտնվող հակահայ տականքները հայ ազգանունով երկար տարիներ մեր մեջ մտցնում էին, որ սով է եղել, ցուրտ է եղել, որտեղ Արցախի հիմնախնդիր է եղել, բայց իրականում այս խմբի նման թափթփուկների խումբ, ստամբուլցյանների նման, այդ խումբներ չէ, որ ասում էր պիտի հասան նրան, որ ատոմակայանը փակեցին եւ մեզ իսկապես ճգնաժամի մեջ մտցրեցին, որ պիտի դա հատուկ է, բայց այս ժողովրդին, որպեսի քո հայրենիքը, այո, երբ որ եկավ Բագրատյանը եւ բացեց, բայց որպեսի դու հանկարծ հայրենիքի անունը չտաս Արցախի մասին, անկախությունը ուզում են զուգակցել սովի ցրտիչ, այո, անկախությունը Արցախը ուզում են ասել, որ ոչ, դա ձեր նման մի հանցագործ տգետների խումբ էր եկել եւ հասավ նրան, որ ատոմական եւ դա այդ սով ցուրտ այդ տարիները կապ չուներ Արցախի հետ, Արցախը եղել է մեր ամեն ինչը։ Այդ ժամանակ մենք ազգային վերելքի իշխանություն ունեինք եւ ազգային վերելքի ժողովուրդ եւ ես ասեմ ամբողջ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ընդունում եւ հարգում էր մեզ, որովհետեւ մենք մեր տանտերն էինք, մեր ազգային արժեքների, սրբազան արժեքների կրողն էինք։ Տեսեք ինչ է ասել, հարգել են միայն այդ ժամանակ։ Այս մարդն ասում է, որ իբր թե 90% է ազգակործան պատու ասած, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում 90%-ը դեռ զայն է Նիկոլն է ասում, ուրեմն այն անձը, որ 10,000 զոհ ենք տվել, 13,000 հաշմանդամեկ իր իշխանության ժամանակ եղել Նիկոլ Փաշինյանի, 4 պատերազմ է բերել Նիկոլ Փաշինյանը, մեզ մոլորեցնելով, խաբելով ասել, որ Արցախի կեսը կտանք խաղաղություն կլինի, Արցախ ամբողջությամբ կտանք Սյունիքը կմնա, Սյունիքի այս հատվածների մասին չենք խոսի կտանք, խաղաղություն կլինի, պատերազմ չի լինի, սա կլինի, բայց հիմա այսօր ինչ է ասել Տիկին Դիլբարյան, հիմա էլ ասում է, գիտեք ինչի եմ ես ասում, այս ուժերը որ գան ինչ կլինի, եթե հանկարծ այս ուժերը գան, ուրեմն հաղթած մարդկանց ամենամեծ բարերարի Սամվել Կարապետյանի եւ հաղթած նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ասում, որ գանք, դուք բոլորդ հաշմանդամներ կդառնաք։ Ինքը 13,000-ի դարձել է հաշմանդամ, 10,000 զոհ, իրանց ասելով 5,000, 6,000, չգիտեմ, այդ թվերը դեռ միջև հիմա չկա, բայց հաղթող մարդուն, որ ծնկի է բերել Ալիևին եւ մեծ բարերարի մասին, վերադառնանք իմ առաջին խոսքին, որ մարդիկ պետք է հասկանան, եկեք այդ միտքը ամրակայենք, այսպես, որպեսզի ըմբռնում տեղի ունենա իրական, ոչ թե հակադրենք, ապացուցենք, ինքը կեղծ օրակարգեր է թելադրում, կեղծ եւ շատ վտանգավոր օրակարգեր, պետք է լիք չմտնել այդ օրակարգերի մեջ, այլ ասել, որ նախընտրական շրջանում հատկապես իշխող քաղաքական ուժը, որը վստահ չէ իր վերարտադրության վրա, ինչպես եւ պատերազմի ժամանակ է, ասում են ամենամեծ ստերը
Եվ հետևաբար, եթե դու գնում եւ հայտարարում ես, որ դու միակ խաղաղարար ուժն ես, այն դեպքում, երբ քո հետագծում չկա իրական խաղաղություն, այսինքն դու միայն անձնատվությամբ ես հասել ինչ որ հրադադարի, այն էլ ոչ խաղաղության, ինչպես կարող են քեզ վստահել։ Իրականում ես համոզված եմ, մարդիկ էլ եթե վստահում են, ինչպես ասում են, թրիպ, դե չէ, մենք ոչ թե Փաշինյանի իշխանության վրա ենք վստահ, այլ Ամերիկան կգա։ Այլ պարզապես պետք է ցույց տա, որ թրիպը իրականում այդ պահին ինչ որ ծնված նախագիծ էր, որը Զանգեզուրի միջանցքը այլակերպելու էլի ավելի ընդունելի դարձնելու նախագիծ էր, բայց հիմա նա օրակարգային չէ։ Աշխարհը հիմա ապրում է այլ օրենքներով եւ այլ տրամաբանությամբ։ Եվ Միացյալ Նահանգների համար, ինչպես երևում է, արդեն Հարավային Կովկասը բացարձակապես կորցրել է իր նշանակությունը։ Եվ եկեք անկեղծ լինենք, J.D. Vance-ը բոլորովին էլ մեզ չէր ասում, որ իրենք այդ փողերը կտան։ Նա ասում էր կա հնարավորություն։ Դուք եք տալու, ընդհանրապես ասես դուք եք տալու։ Եկավ խափեց։ Ունեցեք սա։ Իրականում գիտեք, ես կարծում եմ J.D. Vance-ը չէր էլ խափում։ Նրան լրագրողները փորձում էին դրդել ներդրում, բայց նա խուսափում էր։ Դե ուղղակի իրենք սրիկաներ են, իրենք խոսում են խաղաղությունից, խոսում են արդարությունից եւ ոչ մի խոսք չասեց գերիների մասին, ոչ մի խոսք չասեց մեր սրբազանների մասին, որից հետո Ալիևը սկսեց խոսել Նյուրնբերգի մասին։ Այո, ցեղասպան Ալիևը։ Ինքը ըստ Օկամպոյի եւ մնացյալ միջազգային հայտնի ցեղասպանագետների Լեմկինի անվան ինստիտուտի բոլոր արձանագրումներով գլխավոր ցեղասպանն է եւ ես էլի ուզում եմ հիշեցնեմ որ մենք ունենք ցուցակ ինքը միակ ցեղասպանը չէ իր բոլոր կամակատարներով ու Արցախի չգիտեմ դա Սրեբրինիցայի թե Նյուրնբերգի դատավարությունը կլինի բայց Արցախի դատավարությունը լինելու է Եվ այդ Նիկոլին վռնդելուց հետո ցեղասպան Ալիևը պատասխան է տալու եւ ահռելի փոխհատուցում է տալու հայ ժողովրդին, Բաքվի հայերին, Սումգայիթի հայերին, գործած ցեղասպանության իրենց վերադարձի այսպես սպասող իբրև 300,000 հայերի մասին։ Իսկ մեր 1 միլիոնից ավելի հայերը, որոնք հեռացել են ամբողջ այդ տարածքներից, որը եղել է բոլորովին էլ գիտեք պատմական Ադրբեջան հասկացություն գոյություն չունի, օբյեկտիվ այսպես չափորոշիչներից ելնելով դա էլ ամբողջը Անդրկասպյան այսպես հայաբնակ տարածքներն են եւ այո չվախենանք դա էլ Անդրկասպյան Հայաստանն էր իրենք կասեն կներեք արևմտյան Ադրբեջան մենք չպիտի դրա մասին խոսենք հայերը առաջին նավթագործները ովքեր էին երբ Բաքվի պատմական շենքերով շրջում ես ազգային ժողովում կազմակերպվել էր այդպիսի փոքրիկ լուսանկարների ցուցահանդես բոլորը հայ ճարտարապետներ եւ հայ շինարարներ էին։ Ուրեմն հայերը վերադառնալու են Բաքու։ Հայերը, իհարկե, միանշանակ Գանձակել են վերադառնալու։ Գանձակը դա պատմական հայկական քաղաք է եղել։ Գիտեք, ինչ այո, որ իրենք հետո խորհրդային շրջանում Կիրովաբադ դարձավ, իրենք քանի որ ձ տառը չունեն եւ գնքը մայնացնում են, անվանում են Գյանջա։ Ինչ Գյանջա, ինչի մասին է խոսքը։ Ամբողջ այդ դիզակը պատմական, դրանք բոլորը հայկական տարածքներ են եղել, հասկանում ենք ինչ որ եւ մենք լիարժեք իրավունք ունենք խոսելու այնտեղ վերադարձի մասին եւ դրա մասին խոսելը գիտեք դա բոլորովին պատերազմ հրահրել չէ Դա նշանակում է ցույց տալ, որ քո պատմական հիշողությունը, պատմական իրավական փաստերը, ընդ որում իրավականորեն, անգամ շատերը ասում են, չէ, պատմությունը այսպես դիցուք քաղաքական երևույթ չէ, գիտական իրողություն է, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից փախստական իրավունք ունի վերադառնալ իր բնակության եւ փոխհատուցում ստանալ։ Եվ ստանալ իր փոխհատուցումը։ Հիմա Արցախում մենք անպայման պետք է խոսենք դրա ինչ խաղաղության մասին։ Կարելի է ճառել, երբ դու չես ուզում պաշտպանել քո ունեցվածքը եւ սեփականություն։ Իսկ հետո ենթադրենք, եթե ադրբեջանցիները, նու լավ կամ X չեմ էլ ուզում այդ անունը տալ, գան ենթադրենք հաստատվեն Հայաստանի այլ մասում, մենք պետք է ասենք, լավ, դա էլ զիջենք, ոչինչ չպահանջենք, հետո մարդիկ գան, պահենք մի Երևան, ասենք, գիտեք, մենք ուզում ենք, որ դուք Երևանում։ Տիկին Դիլբարյան, ամեն օր ասելու եմ սա, ես խնդրում եմ նաեւ որպես Իմ ուսուցիչ, ասեք ուր է գնա սա հասնելու միջև որ ասեց Արցախի կես կտանք
որ պատերազմ չլինի, հետո ասեց ամբողջ Արցախը կտանք, որ պատերազմ ճանապարհը տվեցինք, որ պատերազմ ճանապարհը կտանք չլինի, Սյունիքի բարձունքները կտանք, Նիկոլը տվեց, որ պատերազմ չլինի, Տավուշիս տարածքներ տվեց, ասեց տալիս են, որ պատերազմ չլինի, այդ Միջանցքը տվեց ամբողջ մեր տարածքները, տվեց Ադրբեջան, Նախիջևան, ասեց, որ պատերազմ չլինի, հիմա վաղը որ ասի պիտի մանկահասակ աղջիկներին տամ ադրբեջանցիներին, որ պատերազմ չլինի, Սևանը պիտի տամ, որ պատերազմ չլինի, ամբողջ Երևանը պիտի տան, որ պատերազմ չլինի, եւ այստեղ պիտի հայ չապրի, որ պատերազմ չլինի։ Կա ինչ-որ մեկը, որ բանալի բառը հենց այդ է, ադրբեջանցիների ընկալմամբ հայ չպիտի լինի, այստեղ հայ չպիտի լինի, ինչու կատարվեց։ Ասում էին, որ եթե անգամ մեկ հայ մնա, ապա նա տեր է կանգնելու իր տարածքին, այսինքն անիմաստ է եւ բացարձակ անհեթեթ է թուրքական այն քաղաքական պնդումը, որ եթե դուք այս զիջմանը համաձայնեցիք, մենք խաղաղության կգնանք, ոչ։ Նրանք շարունակելու են մինչև այն պահը, որ այստեղ հայ չլինի, ընդհանրենք մեծ հաճույքով երևի կսպասեն, որ մեր ժողովուրդը չգիտեմ տեղափոխվի, բայց Միացյալ Նահանգներում էլ մեզ այլևս սպասող չկա, եթե նախորդ դարակեսին, գիտեք, ամերիկյան որ փախնամ այդ հաստատությունները մեծ դեր կատարեցին, իրենք մեր լավագույն, տաղանդավոր, այո, երեխաներին տեղափոխեցին ու նրանք մեծ մարդիկ դարձան, գիտեք, Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգների այն հայկական գաղութներում մարդիկ են, որոնք եւ դրամագլուխ ստեղծեցին, գիտությունը զարգացրին, մշակույթը, նրանք փրկեցին այդ երեխաներին ու տեղափոխեցին Միացյալ Նահանգներ։ Հիմա դուք ինչ սպասում եք, որ էլի չի լինելու այդպես։ Ոչ ոք չի գալու մեզ փրկի եւ ընդհանրապես դա ծիծաղելի է։ Դրա պատասխանը պայքարել սեփական եթե դա բոլորովին պատերազմասիրություն չէ, հանուն անկախության, ազգային արժեքների համար պայքարը դա պատերազմ չէ, դա ազատագրական պայքար է։ Ով Նիկոլական ինքը նաև հակառուս է։ Մի նախադասություն կա ընդամենը։ Գնացեք Նիկոլի գովաբանած ցեղասպան Թուրքիայի տակ գտնվող այն հատվածը հայկական, տեսեք ինչի է վերածվել։ Գոյություն է ունեցել Արևմտյան Հայաստան, որ անցել է եւ Արևելյան Հայաստանի մի հատված է կարծում։ Սպասեք, դա անցել է Թուրքիայի տակ, այն որ դուք սենց թուրք եք ուզում։ Գնացեք տեսեք ինչ ներկայություն կա հայրի, ցեղասպանել են, հայաթափել են, մահմետականացրել են, փակել են։ Եկեք մի հատ ռուսա Հայաստան են, որ ասում եք, այս Հայաստանը որտեղ որ մենք ենք, 300,000-ից դարձրել են 3,700,000, ստեղծել են ակադեմիաներ, հայկական ինքնությունը բարձրացել է, հայկական գրականություն, հայկական մշակույթ, դեբիլներ, տահասներ, այն որ դուք ասում եք, մենք թրքություն ենք ուզում։ Ինչ եք ուզում, ինչ ա ձեր ուզածը։ Այս իշխանությունը Ռուսաստանի հետ կարողանում է շատ պրակտիկ իր հարաբերությունները կառուցել։ Դա էլ է, գիտեք, միֆ, որ իրենք գործնական, իրենք գալիս են մեր քաղաքացիների մոտ, բոլոր վատ բաները Ռուսաստանի մասին խոսում են, բայց հենց գնում են Ռուսաստան, դառնում են շատ այսպես ռուսամետ, տեսահոլովակներ են դնում, նրանց խոստանում են ԵԱՏՄ-ի մասին լավ բաներ ասում, այստեղ նաև գիտեք շատ վտանգավոր բան կա, իրենք ռուսների առաջ եւ ռուսների հետ այդքան, չգիտեմ, հարաբերությունների զարգացում խոստանում են, բայց այստեղ գալիս են նրանց մասին չարախոսում են։ Դա ինչ նաև երկերեսանիություն է։ Դա խոսում է այն մասին, որ իրենք իրականում խաբում են բոլորին։ Դա միանշանակ է։ Տեսեք, նախկին իշխանությունների ժամանակ այսպիսի բան կներ, ամբողջ տակը մտել են թուրքերը, Բաքվի շները, ու գրում են մենք գալիս ենք Երևան, այս չի քո վերած, էսա չի Նիկոլ քո վերած, այս չի, ու դու մի հատ էլ ասում ես մեր նախագահներին, մեր բարերարների մասին բան ունես ասել։ Իմիջայլոց, ուրեմն ինքը ասում է, հիմա ուզում եմ մի հատ այդ ժողովրդին խափի աչքերը փակի, ասում է զենքի սենց հրավառություն պիտի ցույց տամ, դե 15 միլիարդի պարտ կա բերել դրել մեր վրա, հիմա բոլորն ասում են, որ կերել է դա։ Իսկ դուք դες Չուկչայի նման է, որ Չուկչայի նման բանը դնում չի վերցում, այդ լավ հիշեցիք, որ սարսափելի այդքան փող ծախսեցինք ինքնաթիռների համար, պարզվեց դրանք ամենը գովազդային։ Գիտեք, որ դրանից էլ վախեցած, գիտեք ինչ է ասել Նիկոլը, ասում է, բայց թող մեր հարևան Թուրքիան ու Ադրբեջանը հանկարծ վատ բան չմտածեն։ Ուրեմն Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն 40 անգամ զորավարժություններ են արել, աշխարհից վերջին զենքերը առնում են։ Իսկ ասում է Ալիև, բան չասես ինձ, հանկարծ բան չասեք, ես մի հատ ցույց տամ խափեմ հայ ժողովրդին, որ տեսեք զենք եմ արել, որ ընտրությանից ձայն տան։ Բայց դուք իմացեք, ես ու
ձեր համար չի։ Մենք չտեսանք 40։ Բայց Նիկոլին ընտրողները մտածելու ընդունակ չեն։ Ես կարծում եմ ունակ են։ Ես մեր ժողովրդի մասին անկեղծ ասած շատ լավ կարծիք եմ եւ նաեւ այս նախընտրական արշավում էլ տեսնում եմ, որ մարդիկ ունեն բազմաթիվ հարցեր եւ զարմացած են քարոզարշավի այն ձևից, որը իրականացվում է։ Այո, կարող է մեր հանրությունը միամիտ է, իսկապես խաղաղասեր է, բայց ինքը ցավոք սրտի շատ թանկ հատուցեց իր միամտության համար, հավատալով խոսքերին։ Հիմա իրականում մարդիկ նայում են գործերին։ Այո, ասում են դպրոցներ ենք բացել, բայց դպրոցներ բացել եք, ինչ որակի դպրոցներ եք բացել, եւ քանի դպրոց եք փակել, քանի դպրոց եք 240 դպրոց փակել են, 320 դպրոց թողել են։ Դրա համար այնտեղ 240-ն էլ փակել ես Նիկոլ բայց դպրոց։ Արցախ տանող, ինչպիսի Հայաստան հիմնադրամով կառուցված ճանապարհներ եք հանձնել։ Իրական ճանապարհ կառուցված, իրական ռեալ բարձրաշեք, ինչ ճանապարհներ կառուցված։ Եվ շատ գոհ է այդ ճանապարհներից, իսկ մեր ճանապարհները տեսնում եք ինչպիսի մեկ թեթև ձյունը կամ չգիտեմ անձրևը ամբողջ Երևանը եւ մարզերը վերածում է անանցանելի տարածքի։ Եվ Նիկոլին, որ չհամարձակվես վախեցնել հայ ժողովրդին, որ եթե ուժեղ կամային ազգային իշխանություն մենք ունենանք եւ այդ մեր առաջնորդները գան իշխանության, դուք ասում եք հայեր բոլորը դառնալու եք հաշմանդամներ։ Նիկոլ, դու ես բոլոր առումներով իմաստով, բարիզբուն իմաստով դու ես դարձել 13000-ի բարիզբուն իմաստով հաշվանդամ եւ բացի այդ եւ վախկոտություն է մցրել մեր մեջ եւ սարսափ է մցրել եւ իրական հաշվանդամ է դարձրել մեր երիտասարդներից 13000-ի պատերազմի ժամանակ դու ես դարձել եւ չվախեցնես մեր ժողովրդին եւ դու ես վերել 14 պատերազմ եւ դու ես պատրաստվում հիմա նորից պատերազմ վերել Հայաստանը ոչնչացնելու չվախեցնես հայ ժողովրդին ազգային հայրենանվեր առաջնորդները գալու են առաջ ու գալու են իշխանության։ Մեր ընտրողները հասկանում են, որ ով իրենց ուզում է երազանքից զրկել, նա իսկապես ուզում է իրենց դարձնել հաշմանդամ։ Իսկ հայ ժողովուրդը միշտ ապրել է իր այդ մեծ երազանքի շնորհիվ։ Դրսի գաղութներում էլ մենք համաշխարհային եւ ցանցային պետություն դառնալու բոլոր նախադրյալները ունենք, բայց մեզ գիտեք, մեզ բոլորիս, լինի Ավստրալիայում, Միացյալ Նահանգներում, Երևանում, Գորիսում, Սյունիքում, թե Արցախից արտաքսված, միավորում է մեծ Հայաստանի, իրական Հայաստանի երազանքը, Արարատ, Լեռան, Մասիսի, դեպի Լեռը Մասիս երազանքը, եւ մեզանից դա ոչ ոք չի կարող խլել, եւ ես ձեզ ասեմ, այդ դաժան պայքարը, որ մղվում է խորհրդանիշի դեմ, հասկանում եք, Արարատի խորհրդանիշի դեմ, հենց ցույց է տալիս, որ մեր իրական ուժը, Անժելա, մեր երազանքների մեջ է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ էլ պայքարում են դրա համար, որովհետև եկեղեցին էլ խորհրդանշում է այդ մեծ երազանքը խլել հնարավոր չէ եւ ոչ մի սահմանադրական փոփոխություն էլ տեղի չի ունենալու եւ սահմանադրական հանձնաժողովի շատ անդամներ էլ ճիշտ էին նշել, որ այդուհանդերձ իրենք չեն քվեարկելու, ճիշտ է արդարադատության նախարարուհին այդպես գրեթե սպառնում էր մեզ, որ իրենք իշխանություն են, իրենք են որոշում, ոչ թե հանձնաժողովը եւ մասնագետները, բայց արդեն այդ գիտեք ահագնացող սպառնալի տոնից իդեպ այնպես էր խոսում լրագրողների հետ, ես ապշած եմ, գիտեք, եթե նախորդ շրջանում ինչ որ պաշտոնյա այդպես, ես ոչ մի պարտավորություն չունեմ ձեզ անդասիրակների, դա սարսափելի է, իսկ ուր մնաց թափանցիկությունը, իսկ ուր մնաց ժողովրդավարությունը։ Այդ նույն ինքը սրբու մասին եք, չէ՞ ասում։ Այո, սրբու, ես ապշած եմ, գիտեք, այդպես խոսել ես ոչ մի պարտավորություն չունեմ, բայց ինքը ունի պարտավորություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ինքը կարող էր հանգիստ իր մտքերը թելադրել, ոչ թե սպառնալի արձանագրել, որ ինքը չունի պարտավորություն ասելու, թե ինչ է խոսել։ Դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, եւ որ հիմա այս պահին իրենք ունեն մեծամասնություն խորհրդարանում եւ կազմել են կառավարություն, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ժողովրդավարական պետություններում քաղաքական ուժերը գալիս են, հետո ընտեղի ունեն ընտրություններ, նրանք հեռանում են։ Դա ժողովրդավարության եւ կյանքի ոսկե կանոնն է։ Շնորհակալություն։